Մոտավորապես հասկանալի է, որ 2024 թվականի ամռանից արդեն ձեզ հայտնի էին իրողություններ, որ կոնկրետ անձնավորություն տվել էր ցուցմունք Հովիկ Աղազյանի կաշառքի գործով եւ պնդել էր, որ այդպիսի բան եղել է, բայց դուք եկել եք հիմա ազգային ժողով, երբ արդեն Հովիկ Աղազյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից դուրս է եկել։ Ես ուզում եմ անկեղծորեն դուք ասեք, որովհետև ես լսելով ձեր խոսքը չեմ կարող վստահել, թե այդ ինչ տիտանական աշխատանք էր արվում մինչև հիմա, որովհետև այն ինչ որ հայտնի էր, արդեն հայտնի էր օրինակ 2024-ի աշնանը, բայց դուք այդ ժամանակ չեկաք ազգային ժողով Հովիկ Աղազյանի հետևից, այսպես ասած։ Հիմա այդ անջատված մասով կուզենայի մի փոքր բացատրել ինչու է անջատվել այդ մասը, որովհետև ցուցմունք տվողը երկրից բացակայում է, թե փախչել է, ինչ հանգամանքների բերումով է, որ նա երկրում չէ եւ ինչու է անջատվել մասը։ Եվ կուզենամ նաեւ հետաքրքրվել Հովիկ Աղազյանի մասով, ասում էին, որ ամբողջ իշխանական խմբակցությունը իրար հերթ չտալով, ասում են պետական գաղտնիք է բացահայտել։ Բայց պետական գաղտնիքի գործը ինչ եղավ, պարզվեց, որ չէր բացահայտել։ Եվ մյուս հարցը, որ կուզենայի որպես դատախազ նաև իրավական գնահատականի արժանացնեիք, Հովիկ Աղազյանի հեռախոսի անձնական տվյալները դարձան հանրության քննարկման առարկա։ Դա արդյոք նախաքննական գաղտնիքի բացահայտում դուք համարում եք, թե ոչ, որովհետև նախաքննության ընթացքում էր հեռախոսային խոսակցությունները եւ հեռախոսի պարունակությունը հասանելի դարձել իշխող թիմին, որոնք որ հանրայնացրեցին եւ падգամավորի կարելի ասել անձնական դաշտ մտան, բայց այդ մասով եւս դուք որևէ վարույթ կարծեք թե չեք հարուցել, այսինքն չկար հանցակազմ։ Շնորհակալություն։ Հերթով ենք հարցերին պատասխանում, շատ լավ։ Շնորհակալություն հարցերի համար։ Տիկին Թովմասյան, ես լիահույս եմ, որ դուք միջնորդագրին ծանոթացել եք, եւ ես հատուկ նշեցի, որ այսօրվա նիստից հետո գործն ուղարկվում է դատարան։ Այսինքն վարույթն ամբողջ ծավալով ավարտվել է, եւ եթե ուղակի թերթեք, ես ամբողջը հատ-հատ չներկայացրեցի, թե քանի փաստաթուղթ է զննվել, քանի հեռախոս է զննվել, քանի անձ է հարցաքննվել, քանի առերեսում է իրականացվել, եւ քանի որ մենք գործ ունենք բազմադրվակ կաշառքի սխեմայի հետ, մեր նպատակն էր ամբողջական ծավալով ապահովել քննությունը եւ ազգային ժողով գալ միայն այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք գործը ուղարկել դատարան։ Որպեսզի ձեզ մոտ շփոթ չառաջացնի մաս անջատելը, դա չի նշանակում, որ անձը փախել է կամ գտնվում է հետախուզման մեջ։ Մասն անջատվել է դատարան ուղարկելու համար մյուս մեղադրյալների հետ կապված, մասնավորապես Աշոտիկ Կամավոսյանի քրեական օրենսգրքի 439 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Սլավիկ Պողոսյանի քրեական օրենսգրքի 46-439 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Այս մասով նախաքննության ավարտը արդեն հայտնվել է, կողմերին տրամադրվել են նյութերը, նրանք ծանոթացման համար ժամկետ չեն խնդրել։ Դա է պատճառը, որ այս պահին է ներկայացվում ազգային ժողով, որպեսզի ազգային ժողովի որոշումից հետո մենք կարողանանք գործը դատարան ուղարկելու հարցը լուծել։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշած մյուս բոլոր հարցերին, դրանք չեն վերաբերում միջնորդագրին, իսկ ես որքանով գիտեմ, կանոնակարգ օրենքը մեզ պարտավորեցնում է բացառապես միջնորդագրի շրջանակում քննարկել, ես որևէ պետական գաղտնիքի հետ կապված մեղադրանք չեմ ներկայացրել, ես երկու կաշառքի մեղադրանք եմ ներկայացրել։ Շնորհակալություն։ Տիկին դատախազ, նաև Տիկին Թովմասյանը հարցնում էր հեռախոսի մասով, արդարացիորեն։ Հեռախոսային տվյալները, շնորհակալություն, որպեսզի շփոթ չառաջացնի, սա մեկ այլ վարույթով, հատկապես կարևոր գործերի վարչությունում քննվող խոշտանգման հետ կապված լրիվ ուրիշ, վստահ եմ ձեզ անհայտ վարույթով ձեռք բերված տվյալներ են, որոնք խուզարկության արդյունքում են հայտնաբերվել, զննվել են եւ հանդիսանում են նաեւ սույն գործով ապացույց։ Արձագանք։ Տիկին դատախազ, ամեն դեպքում ինձ համար պարզ չդարձավ ինչ խոշտ, այսինքն Հովիկ Աղազյանի մասով մի հատ էլ խոշտանգման գործ կա, որ քննվում է։ Ոչ, Տիկին Թովմասյան, լրիվ ուրիշ, երրորդ անձի վերաբերյալ գործ, որի հեռախոսի մեջ հայտնաբերվել էր Արամ անունով անձի տեսագրությունները, որտեղ մանրամասն պատմվում էր երկրորդ դրվագով շենքի հետ կապված։
Ես հետաքրքրվում էի Հովիկ Աղազարյանի հեռախոսային խոսակցության բովանդակության մասին, որը այս գործի շրջանակներում նա գնացել էր քննչական ծառայություն, առգրավել էին հեռախոսը, հետո այդ հեռախոսի խոսակցության պարունակությունը ազգային ժողովի նախագահը, ֆրակցիայի ղեկավարը եւ մյուս անդամները սկսեցին հանրայնացնել։ Դա մարդու անձնական տվյալի տիրապետում եւ հրապարակում չէ, եւ արդյոք այդ մասով դուք չեք հարուցել վարույթ կամ այդ հարցը ձեր ուշադրությունից ինչու է վրիպել, որովհետև ակնհայտորեն այս գործի շրջանակներում Հովիկ Աղազյանի հեռախոսային խոսակցությունների, նամակագրությունների բովանդակությունը դարձավ հանրության քննարկման առարկա, ինչը գաղտնիության տեսանկյունից եւ անձնական իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց է։ Եվ նաեւ ուզում եմ այնուամենայնիվ պնդել իմ ասածը, որքան էլ դուք ասում եք, որ հիմա եք գալիս, այնուամենայնիվ հավատարժան չէ Տիկին դատախազ, որ եթե ես չեմ պատկերացնում, եթե Հովիկ Աղազյանը շարունակեր մնալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կազմում, արդյոք դուք կգայեք այստեղ նույն միջնորդությամբ։ Տիկին դատախազ մի վարքյան միջև պատասխանել, Տիկին Թովմասյան, որևիցե